Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք ձեր հետ Դոնալդ Թրամփի նամակը, որը ինքը ուղղել է Իլհամ Ալիևին 3 ապրիլի 10-ին, եւ սա շատ կարևոր է, որովհետեւ իմ կարծիքով սա իրականում որևէ կապ չունի շնորհավորանքի հետ, եւ հակառակը սա լուրջ նախազգուշացում է Իլհամ Ալիևին։ Մենք հիմա մանրամասն դա կքննարկենք։ Առաջի հերթին ես ձեզ անպայման կոչ եմ անում, որ լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև բաժանորդագրվեք, գրեք ձեր մեկնաբանությունները եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում այս վերլուծության, ինչպես նաև ալիքի նշված կրիպտոարժույթների հասցեների շնորհիվ։ Անցնենք առաջ։ Ուրեմն 3 Դոնալդ Թրամփը նամակ է ուղղել պաշտոնական Իլհամ Ալիևին եւ շնորհավորել է իրեն Նովրուզի կապակցությամբ։ Առաջերտին պետք է ասեմ, որ Նովրուզի կապակցությամբ Դոնալդ Թրամփը արդեն շնորհավորանք արել էր եւ այդ շնորհավորանքը տեղի էր ունեցել Նովրուզի ժամանակ, մարտի 19-ին, եւ այդ շնորհավորանքը չգիտես ինչու ուղղված էր միայն պարսիկ ժողովրդին կամ պարսիկ ժողովուրդներին, նկատի ունեմ պարսկական ծագում ունեցող ժողովուրդներին, չնայած նրա, որ հենց Դոնալդ Թրամփն էլ ապացուցում է, որ ուրիշ ժողովուրդներն էլ թուրքական ծագում ունեցող մի շարք ժողովուրդները, հատկապես Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանը, հիմա նաեւ Թուրքիան էլ է իրանց միանում, նաեւ են նշում Նովրուզի այս տոնը, բայց խնդիրը նրանում է, որ եթե մարտի 19-ին Դոնալդ Թրամփը Նովրուզ շնորհավորել է ուրեմն պարսկական ժողովուրդների Նովրուզի ժամանակ, ապա չգիտես ինչու որոշել է ապրիլի 10-ին, զարմանալիորեն Նովրուզը արդեն վաղուց անցել է, շնորհավորել Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ եւ այդտեղ մենք նամակում տեսնում ենք, որ ինքը ընդգծում է իրականում բացի շնորհավորանքի բառերից կարևոր պինդ հարաբերությունները եւ համատեղ շահերը Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի եւ ասում է, որ սպասում է եւ հույս ունի, որ կկարողանան ել ավելի շատ բան զարգացնել եւ ավելի լավ հարաբերություններ ունենալ, ավելի լուրջ նպատակների հասնեն միասնական ջանքերով, միասին ապագա տարիների ընթացքում։ Հասկանալի է, որ խոսքը գնում է ապագա 4 տարվա մասին, երբ ինքը լինելու է նախագահ։ Խնդիրը նրանում է, որ ինքը սրանով ընդգծում է, որ կա լուրջ հնարավորություններ հարաբերությունները զարգացնելու ապագա տարիների ընթացքում եւ դրանից հետո ավելանում է արդեն ուրիշ մասը նամակի։ Եթե նախապայման եւ նախապայմանում գրված է այսպես բան։ Սա ես թարգմանում եմ դիվանագիտական լեզվից եւ վերլուծում եմ այսպես ասած նամակը կամ շնորհավորանքը։ Շնորհակալություն է հայտնում, սա իրականում ոչ թե շնորհակալություն է, այլ նախապայման է, ինչպես ես ասացի, որ Ադրբեջանը շարունակում է իր ընկերությունը Միացյալ Նահանգների շատ մոտ գործընկեր Իսրայելի հետ։ Սա տեղի է ունենում զուգահեռ նրա, որ Ադրբեջանում բանակցություններ են ընթանում Թուրքիայի եւ Իսրայելի միջև եւ զուգահեռ նրա, որ հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի շատ վատթարացել են, խնդիրներ կան եւ այն իրավիճակում, երբ Իլհամ Ալիևը 3 հայտարարություն է նաեւ արել եւ ասել է, որ ինքը ցանկանում է ամեն ինչ անել, որ պահպանի լավ հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի հետ եւ արդեն նշել եմ ձեզ, որ ասել է, որ Թուրքիան եղբայր եւ դաշնակից է, Իսրայելը գործընկեր, ուստի Միացյալ Նահանգները այստեղ ընդգծում են, որ Իսրայելի հետ քու բալանսավորված հարաբերությունները Ադրբեջան, որը դուք ունեք, պետք է պահպանեք, ինչը նշանակում է, որ մեսիջը, որ չմիանաք Թուրքիային հակաիսրայելական գործողությունների մեջ, պահանջ համար 1 եւ երկրորդ Եվ ինքը սրանով այստեղ մենք տեսնում ենք, որ գովում է, այսպես էլ գրված է, որ գովում է Ադրբեջանի ձեր պետության, Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը, կոնստրուկտիվ քայլերը, որը բերում են խաղաղության եւ կայունության։ Ուստի այստեղ հետաքրքիրը այն է, որ
փաստորեն Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները սրանով ասում են, որ մենք երկրորդ նախապայմանը, որը առաջի կետում ինչ նշված էր, մեր հարաբերությունները շարունակեն զարգանալ, մենք ունենք շատ բան դեռ միասին անելու, կարանք շատ լուրջ հնարավորություններ ստեղծել, եթե Իսրայելի հետ հարաբերությունները պահպանես եւ չմիանաս Թուրքիային հակաիսրայելական գործողություններում եւ եթե Հայաստանի հետ միասին կարողանաք պահպանել խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ուստի չհարձակվես Հայաստանի վրա։ Հիմա շատ կարևորը ինչն է այստեղ եւ վերջում նաեւ գրում է, որ ես սպասում եմ, որ կլինի պրոգրես, զարգացում այս կետերի ինչ ինքը նշեց եւ մեր գործընթացը, գործընկերությունը, համագործակցությունը կշարունակվի։ Սա էլ նաեւ դիվանագիտականից որ թարգմանեմ, նշանակում է, որ եթե դուք այս կետերը կատարեք եւ շարունակեք ճիշտ ուղղությունով քայլերը, ապա մեր հարաբերությունները կշարունակվեն։ Եթե ոչ, ապա սպասեք, որ այս ամենը ինչ այստեղ նշված է, շնորհավորանքները, ուրեմն բարիդրացիական հարաբերությունները, հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ ամեն ինչը կփոխվի։ Հիմա ես կարծում եմ, որ այս շնորհավորանքը ճակերտներում իրականում նախազգուշացումը, որը արվել է ապրիլի 10-ին 20 օր անց, 3 շաբաթ անց Նովրուզից, Նովրուզի մասին է իբրև, ես կարծում եմ, որ սա ուղղակի կապ ունի Իրանի վրա սպասվող կամ հնարավոր հարձակումի, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նախապատրաստում է հիմք զուգահեռ Իրանի դեմ գործողությունի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների, որ ռազմական ագրեսիայի դիմի կամ Հայաստանի դեմ, հատկապես Սյունիքի հատվածում, կամ Իրանի ուղղությունով։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ չի նշված Իրանը ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը կարմիր գիծ է դնում, որ Հայաստանի դեմ գործողություններ չանես։ Եվ Իսրայելի դեմ գործողություններ չանես, եւ փաստորեն երկու պետություն բացի Ադրբեջանից, որը այս նամակում նշված է, Իսրայելն է եւ Հայաստանը։ Ուստի մենք կարանք ասել, որ Միացյալ Նահանգները ինչ որ առումով այսօր Իսրայելին եւ Հայաստանին միասին են տեսնում, միասնական մոտեցում ունեն։ Երկու չմոռանանք, որ ամենախոշոր համայնքներն են նաեւ Միացյալ Նահանգներում, հրեական եւ հայկական համայնքը, ամենաազդեցիկ նաեւ համայնքները։ Եվ այսօր կարելի ասել, որ չնայած նրա, որ Իսրայելը շատ ավելի մոտ է Միացյալ Նահանգներին, քան թե Հայաստանը, բայց Հայաստանն էլ ճիշտ քայլեր է արել եւ այն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որը կնքվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, նաեւ իհարկե իր ներդրումն է ունենում այս գործի մեջ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված են Հայաստանի անվտանգությամբ։ Զուգահեռ դրա մենք գիտենք, որ Եվրոպական միությունն է իր ջանքերը տրամադրում, ավելացել են Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը սահմանին հատկապես գիշերվա ընթացքում եւ դրա մասին իրանք պաշտոնապես են հայտնել։ Մի խոսքով մենք տեսնում ենք, որ վտանգը Հայաստանի հանդեպ լուրջ է եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը ջանքեր են տրամադրում, որ նվազի այդ վտանգները։ Ուստի ես կարծում եմ, սիրելի հայրենակիցներ, որ սա շատ կարևոր նամակ էր, բայց այս նամակը Նովրուզի հետ կապ չունի, ուղղակի կապ չունի եւ սա կախված է նրա հետ, որ այս շատ բարդ իրավիճակում, որը կարծում ենք, որ ստեղծվելու է մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում Իրանի հետ կապված եւ հնարավոր ռազմական գործողությունները, հիշեցնեմ, որ վաղը պետք է արդեն լինեն բանակցությունները եւ Փեսախի ժամանակ կարելի ասել, որ պետք է որոշվի այդ հարցը։ Հետաքրքիրը այն է, որ զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ Իրանը հայտարարություններ է արել եւ ասել է, որ պատրաստ են Միացյալ Նահանգներին ցույց տալ իրենց միջուկային ծրագրի վայրերը, բայց չեն կանգնացնելու միջուկային ծրագիրը, ինչը լիբիական սցենարին դեմ է։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ Օմանում է պատրաստ միայն բանակցությունների կամ Օմանի միջոցով, այլ ոչ թե ուղղակի բանակցությունների, դա էլ նաև խնդրահարույց է, որովհետև
մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները պահանջում են ուղիղ բանակցություններ, ուստի չգիտենք ինչքանով ուղիղ բանակցությունները կձևավորվի եւ տեղի կունենա եւ դա շատ լուրջ հարց է, որովհետեւ եթե դա տեղի չունենա, ապա նաեւ պետք է սպասել զարգացումներին եւ ավելի վատ զարգացումներին։ Այսքանով ավարտելով այսօրվա վերլուծությունը եւս մեկ անգամ ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա կարեւոր է, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար։